երկու տեսակ բիգուդիներ առա, ոնց որ ասում էի, մեկը սրանք եմ առել, սրանք երևի ավելի երկար մազերի համար են, բայց ունեցել եմ, կփորձեմ էլի, իսկ մյուսը մի հատ առել էի այս սրանցից, մի հատ առել էի, բայց մի քիչ է իմ մազերի համար, մի հատ էլ առա, այս սրանք, սրանց հետ ուղղակի պետք է մի բան, որ ոնց որ ռեզիններ է պետք, որ ամրացնի, ես այս մազականներն եմ, մազի ռեզիններն եմ օգտագործում, բայց ակցիոնից կգնամ ռեզիններ կառնեմ։ Ուրեմն ինչ եմ անելու, նախ մազերիս կփչեմ, մազես լվացրել եմ, բալզամը բերեմ ցույց տամ։ Ուրեմն քանի որ մազերիցս չվախենակ, հիմա նոր ուզում եմ խնամեմ, քանի որ այսօր տանն էի, որոշեցի օրը ինձ նվիրեմ, սկսեցի ուրեմն դեմքի խնամքից, կանաչ կավի դիմակ եմ դրել, 10 րոպե թողել եմ, լվացրել, լվանալուց հետո դրել եմ միանգամից խոնավացնող ու սնուցող դիմակ, դա էլ լվացրել եմ ու հիմա ուրեմն մազերս լվացրել եմ ու ոնց որ դուք էիք խնդրել, համ էլ ես ուզում էի ցույց տայի նորից, մազերս լվանալուց հետո վերջում դրել եմ այս դիմակը, որը, տեսեք, ասել էիք ցույց տամ, չգիտեմ հիմա այսպես ճիշտ եմ ցույց տալիս, որ դուք տեսնեք, Garnier-ի Fructis գլիցերին է պարունակում ու սնուցում է մազերը 7 անգամ, ոնց որ 7 անգամ ավել սնուցում է մազերը, այդքան լավն է, սա ենք օգտագործում, ասեմ, ինչքան ժամանակ եղա, որ առել եմ, ցույց եմ տվել ձեզ մի քանի վլոգ առել, չէ, տեսեք, ինչքան օգտագործել ենք արդեն, մի հատ հրաշք բան է, վրան բոմբա գրած, իրոք որ բոմբա, հրաշք բան է, չգիտեմ, կարողացաք լավ տեսնել, թե չէ, պարունակում է գլիցերին, երևաց ժողովուրդ ջան, տեսակ, մի հատ այսպես ցույց տամ, որ հստակ երևա, մի րոպե, այսպես տեսեք, Wonderbutter Glycerin Hair Bomb, սնուցող, ինտենսիվ սնուցող մասկա, 7 անգամ պլյուս սնուցում, կարծում եմ լավ երևաց սիրելիներս, տեսակ ինչա, սա էլ այդ արգամի յուղը սպրեյը, ավելի շուտ, որ պատկերացնեք ինչա, հաստատ խորհուրդ կտամ, ուրեմն լավ լվանալուց հետո մազերը 2 անգամ շամպունով լվացնում եմ, լվանալուց հետո, տեսնում եք արդեն ասում եմ լվանալուց հետո, չեմ ասում լվացնելուց հետո, բայց որ ասում լվացնել մի նեղացեք, դա մեր բարբառն է, արդեն մեջս մտած է, 57 տարի ասել եմ լվացնել, հիմա փոխեմ լվանալ, մեկ մոռանում եմ, բայց կփորձեմ, ուրեմն մազերս լավ լվանալուց հետո, 2 անգամ շամպունով լվանալուց հետո, այս դիմակը քսում եմ, թողնում եմ մի 2-3 րոպե, մինչև ես լողանու վերջացնում եմ ու հետո լվացնում եմ մազերս, արտակարգ բանա, փայլը, փափկությունը, ինքան լավ է, հիմա պետք է մի քիչ ֆենով, այսպես կիսաչոր էի արել, ահագին չորացել է, հիմա ուզում եմ բիգուդիները փորձեմ, մի անգամ արել եմ, լավ է ստացվում, մի քիչ քան որ մազերիս ահագին չորացել են, բացի դրանց էլի պետք է մազերի խնամք անենք, փչում եմ արգամի յուղը, սա էլ եմ ակցիոնից առել, սա ցույց եմ տվել ձեզ, երբ որ առել եմ սպրեյը, այսպես փչում եմ, սնուցում եմ մազերս, ահագին թացացան մազերս հիմա պետք է բիգուդիները փորձեմ, բիգուդիներով փաթաթել, բոլորս էլ գիտեք, տեսեք մազես մի փոքր իրանից արդեն ունի գանգրություն, մտածում էի մի հատ վարսավեր կար, հեռախոսի համարը վերցրել էի, որ գնայի կտրեի մազերս,
բայց չեմ ուզում կտրեմ, չեմ ուզում այդ կարե բանել, այդպես չեմ սիրում, ունեցել եմ, սազում, այնպես չի որ չի սազում, բայց առայժմ այդպես տրամադրված չեմ կտրելու, դրա համար հիմա մտածում եմ, մի ընթացք այսպես կփորձեմ կանգրացնել, բան, այդպես անել, հետո նոր, երբ որ հաստատ կորոշեմ, կգնամ մի փոքր կկարճացնեմ, առայժմ չեմ ուզում կարճացնեմ, ժողովուրդ ջան, այսպես ավանդական մի ժամանակ դե անընդհատ բիգուձիներով էինք փաթաթում, իմ թվի մարդիկ, հիշում եք, չնայած ես զայվ կարելի է, նայեք այս ռեզինի բանը, ես մազինն եմ վերցրել, այդպես լավ չի պահում, բայց ակցիոնից կգնամ են ռեզինատիպ, էլի դրանցից կվերցնեմ, որ պահի, բայց անցել անգամ արեցի, էլի ոչինչ, այսպես, մի տուփի մեջ 8 հատ էր, այդպես լավ չէր հերիքում իմ մազերին, դրա համար մի տուփ էլ վերցրի, մեր խանութից եմ վերցրել, արժեքն էլ, մի րոպե նայեմ ասեմ, 2 եվրո արժի, այսպես, սիրելիներս, այսպես պետք է հիմա փաթաթեմ, բալզամը որ ցույց տվի, էլի մի հատ էլ ուրիշ 2 հատ էի առել, հիմա ճիշտն ասած այս մեկն ենք օգտագործում ու շատ գոհ ենք, հենց որ սա վերջանա նոր մյուսին կասնենք, այն մեկն էլ կասեմ ձեզ ոնց է, բայց կարծում եմ որ լավ կլինի, էլի լավ կլինի, այսօր մի րոպե, տեսակ այդ մատրասը որ ծածկեցի, քանի շաբաթեր առել էի, չէի հասցնում որ անեմ, շատ լավներ, լավ էլ չափերը համապատասխանեց, մեր մատրասը 1.60 է, այս բանն էլ, այս սավանա ինչա, այս էլ 1.80 էր, շատ լավ եղավ, այնպես որ եթե պրիմարկ ունեք, դուք էլ գնացեք գնեք, գովազդ եմ անում պրիմարկի, այսօր մտադիր եմ նաև գնամ կրոյդվատից մազիններ կգնեմ, մազեսներ կելու եմ, բայց մտածեցի ոչինչ, դեռ այսօր էլ հետը 4 օր տանն եմ, վերջին օրը կներկեմ, մի քիչ ես ռեզիների պահնաբանանում, բայց ոչինչ, այն հիշում եք, այն հարևանոյիս, որ չգիտեմ 80-90 տարեկան էր, շատ աշխույժ կինա էլի, պատուանը բաց, սավաններն է հանել թափ տալիս, ու սիրում է մեր պատուանից ներս նայել, նա ինչ ենք անում, ինչքան բարակ մազերը վերցնենք, այնքան լավ, իդեպ ծանրոցը պատվերսել եմ ստացել տեմոյից, չեմ հասցրել, որ նայեմ, երեկ արագ գործի գնալուց առաջ ասեցի, գոնե նայեմ եմ բաճկոնը ոնց է, ոնց չի գույնը ոնց է, ոնց որ բացեցի արագ բաճկոնը նայեցի, ու մնացածի չեմ բացել, որ այսօր միասին նայենք տուփերը, տեսնենք ինչ է, բիգուձիով իհարկե ձմեռը չգիտեմ ոնց կլինի, փաթաթել, չփաթաթել, բայց հիմա հարմար է, հիմա որ եղանակը լավ տաք է, մրսելու վտանգ չկա էլի, տեսնում եք ահագին գանգուր են իմ մազերը, ուղղակի չեմ ուզում շատ այդ էլեկտրական, չեմ ուզում այդ տաք բաները օգտագործեմ, ասենք այդ հարթուկը, բանը գանգրացնելու սարքը կամ հարթուկը դրա համար, թե չէ մազերը շատ է էլի դրանից վնասվում, իմ մազերը ընդհանրապես շատ հաստ են, մազը ինքը շատ հաստ է իմ, բայց այստեղ այս ջրերից ահագին թափվել է, պակասել է, մազը երկար լինելուց էլ է թափվում, իմ կարծիքով չէ, երկար մազը սանրելուց հատկապես եթե ճիշտ չեն սանրում, մի քիչ այսպես կթողնեմ, ժողովուրդ ջան, տնական, այսպես տեսնում եք տնական վլոգ եմ նկարում, մեր կյանքն է, սա էլ այսպես, արև անուշ եղանակ է, վաղը կարող է անձրև կա, բայց դե տաք է լինելու, այսօր մինչև 22 աստիճան,
Մարզվելու էր պետք է գնանք։ Երեք աշոտը առանց ինձ գնացել։ Այսօր միասին կգնանք։ Ահա, այն մի հարևանն էլ շան ջուրը հանեց, մնացորդը թափեց, նայեց մարդ չի անցնում, թափեց։ Սկում եք ես այստեղ մազ եմ փաթաթում, հետ էլ նայում եմ հարևաններն ինչ են։ Այն բաներից եմ են կան չէ հարևանուիներ, որ կանգնած պատուհանց այսպես նայում են ով ինչ է անում։ Չէ, հա, ես տրանսիտ չեմ, ես ժամանակ չունեմ դրա համար, ոչ էլ հետաքրքիր է, ահա, այս հետևին էլ փաթաթեմ ու վերջացնեմ։ Տեսեք, հիմա 8/3 եմ փաթաթում, քիչ է։ Մի քիչ էլ այս հետևները հաստ վերցրի, որովհետև հետևը փաթաթելը մի քիչ դժվար է։ Հիմա մյուս տուփն էլ կբացեմ։ Ունեի ուրիշ տեսակ, այն սովորական, որ այսպես փաթաթում ենք, վրան հետո բան կա է, հագցնում ենք, հետո որ չի օգտագործում այդ հին շորերի տուփի է, տոպրակի մեջ դրեցի, գցեցինք այն կոնտեյների մեջ, այն որ ձեզ ցույց եմ տվել։ Բայց հիմա մտածում եմ, ոնց որ ափսոսա մազերս կտրեմ, ասում եմ լավ, մի քիչ էլի այսպես կանեմ, այսպես կխնամեմ, ամառը հատկապես հարմար է։ Հետո այդպես դե Հայաստանում ընդունված է, որ պարտադիր մազերը ֆենում ենք, չէ՞։ Պարտադիր։ Բայց այստեղ չէ։ Պարտադիր չֆենենք։ Կարակ հենց այդպես սիրուն, դե սիրուն որն է, սիրուն չի լինում, բայց դե ամեն դեպքում։ Իհարկե մազերը հատուկ տեսք են տալիս մարդուն, եթե մազերը հարդարված լավ վիճակում են, մարդու տեսքը փոխվում է։ Դուք չգիտեմ ունեք որևէ մեկը տեսակ, դուք ոնց եք անում փաթաթելուց։ Ես չգիտեմ, մտածում եթե հետը ռեզին չկա, ուրիշ բան էլ չկա, էլի որ անեմ, ինչ որ բան էս չեմ կարծում որ ինչ որ բան բաց եմ թողնում։ Շատ լավն են, ես անցյալ անգամ արեցի շատ գոհ եմ, ուղղակի այդ որ այսպես փակվի, որ մազերը չքանդվեն, դա է էլի բանը։ Ահա, այս մեկն էլ անեմ։ Մի հատ չէ, երկու հատ պետք է անեմ։ Իդեպ այսպեսի մի բան ունեի, մի անգամ բոլից կարծեմ պատվիրեցի, կանայք կիմանան, եթե տղամարդիկ նայում են կներեք, դեմքի մազերը հեռացնելու համար, էլի, հոնքերը, բաները, այն որ ձեռքիցս ընկավ, կոտրվեց, այսա, շատ լավ բան էր, շատ, ահա, հիմա մեջին էլ ընկավ, աշխատում է, լսում եք, բայց կոտրվեց, հիմա մի հատ պատվիրել, այսինքն այս չէր կոտրվել, ես արդեն մի հատ պատվիրել էի, իհարկե նվերի համար էի պատվիրել, բայց բան այսօր կոտրվեց այդ ընթացքում, հիմա մտածում եմ այդ նվերը, որ պատվիրել եմ, եկա հիմա դեռ պետք չի էլի, հիմա չեմ կարող ուղարկեմ, հիմա ես դա կօգտագործեմ, տեսնեմ լավն է ու նորից նույնից կպատվիրեմ, որ ուղարկեմ, ուղարկել եմ մի սիրելի քույրիկին, իմ կեսին եմ ուղարկելու, մնաց մի հատ ժողովուրդ ջան, տեսակ միասին մազերս էլ փաթաթեցինք, մի քիչ մտածում եմ կարող է սիրուն չի այսպես նկարելը, բայց ամեն դեպքում դե ասեցի ցույց տամ ձեզ դրա համար, այդ տեսնում եք ես ետևի մասը արդեն ռեզինը սաղում է վրայից չի պահում, վերջինն էլ մի թեթև փաթաթում եմ ու վերջացնենք, ուզում եմ ձեզ ցույց տամ, իհարկե, երեք խանութում երկու բան էի առնում, դեմքի համար անձեռոցիկները այդ մաքրող, ես ընդհանրապես չեմ օգտագործում, որովհետև կարող է ես ճիշտը չեմ վերցրել, մի երկու անգամ օգտագործել եմ, ոնց որ դեմքս քոր գար դրանից, դրա համար, ահա ժողովուրդ ջան, տնական, այս անգամ, այսպես ասեցի բերեմ փորձեմ, տեսնեմ ոնց է, չգիտեմ, տեսեմ, դուք օգտագործում եք այսպես թաց անձեռոցիկներ, ես հատուկ դեմքի համար է, նայեմ ոնց կլինի, ասեմ, որ հետո մազերս քանդելուց հետո պետք է նաև այս սպրեյը փչեմ, էլի մազերը խնամելու համար, որ հարուստ է վիտամին B5-ով,
ինքան լավ փայլ են տալիս, այ հիմնականում այս պահին ես օգտագործում եմ այս երեքը, ինչ որ ցույց տվեցի, ինքան լավ փապկացնում, ինքան լավ փայլ են տալիս, եթե նկատեցիք այդ անցյալ վիդեոյի մեջ որ ասեցի, փայլը իրոք շատ ուժեղ փայլ են տալիս։ Մեկ էլ արգամի այս բաննա, սպրեյնա, արգամի ոնց որ ասած կրեմատիպ, դա էլ եմ առել, դա էլ մեկ-մեկ, որ ուզում եմ մի քիչ ծայրերին մենակ, այդպես քսում եմ։ Մի ժամ թողեցի, արդեն քանդեմ։ Չգիտեմ լավ չորացել է թե չէ, բայց էլ հերիք այսպես բգուծիներով ման գամ։ Այս տեսակը բգուծի այնպես է, ոնց որ մազերը բան լինի կպնի դրան, բայց ընդհանուր լավն է, վատը չի։ Տեսեք ինչ լավ փաթաթել է։ Այս մի հատ էլ էստեղ մնաց։ Ահա։ Հիմա սա էլ փչում ենք, որ փայլ տա։ Հիմա պետք է դեմքը լավ խնամելուց հետո պետք է քսենք սնուցող կրեմ, սա վիտամին C-ի կրեմն է, վիտամին C-ով կրեմն է։ Դեմքիս յուղն էլ է վերջացել, բայց հիմա քան ես վիտամին C-ն եմ քսում, առայժմ դա պետք չի։ Քսում ենք նաև դեկոլտեին ու այս մասը, հատկապես եթե կրկնակզակ է առաջանում, այսպես պետք է այսպես մի քիչ մասաժանենք։ Աչքերի տակը նուրբ շարժումներով։ Ես մասնագետ չեմ դիմահարդարման, բայց ինչ որ անում եմ, դա եմ ցույց տալիս։ Հիմա քանի որ ամառ է ու արևը շատ է, նաև քսում եմ արևից պաշտպանող կրեմ։ Դեմքի դիմակները, որ ասեցի, տարբեր տեսակի առել էի, այսպես միանվագ օգտագործման, այս որ դնում ենք դեմքի վրա, այդպես չուզեցի նկարեմ, որ չվախենակ, այսպես դեմքի վրա ոնց որ թաղանթի նման բան է լինում, հետո հանում եմ, շատ լավն էին, շատ լավն էին, իդեպ կես ակցիոնից էի գնել, ես շատ եմ օգտագործել, ակցիոնից էլ, կրոյդվատից էլ, տարբեր տեղերից, այնպես որ ոչ մի բան չի եղել, ուղղակի երևի պետք է ընտրել ճիշտ դիմակը։ Այդպես սիրելիներս, ուրեմն սնուցող կրեմներից հետո ինչ եմ անում ես։ Մի փոքր տոնային կրեմ եմ քսում, այսպես։ Ես էլի եմ ասում, ես մասնագետ չեմ դիմահարդարման, ոչ էլ կարողացել եմ այդպես լավ շպարվեմ, բայց ամեն դեպքում ինչ որ անում եմ, այդ եմ ցույց տալիս, գուցե բոլորս էլ ինչ որ մեկից նայելով ինչ որ բան սովորում ենք, էլի,
Գուցե մի բան դուք ուրիշ ձև եք անում, ես ուրիշ ձև եմ անում։ Փորձի փոխանակում լինի, էլի, այսպես ասած։ Այսօր դե որոշել եմ օրը ինձ նվիրեմ։ Այդպես էլ անում եմ։ Հետո աչքերի տակ գցում եմ այս կոնսիլերը։ Ուզում եմ նաև բանում ակցիոնում նայեմ այդ աչքերի տակի համար այդ սպաչները որ կան։ Տեսնեմ կա, գնալու եմ, դե այդ կողմելի գնալու եմ։ Այսպես աչքերի տակ շատ նուրբ շարժումներով պետք է անենք, որ կնճիռները ավելի չշատացնենք։ Արդեն մենակ կրեմը քսելուց էլ ոնց որ բան փոխվի, էլի ընդհանուր չէ, դեմքի տեսքը, մարդու տեսքը ոնց որ փոխվի։ Այսպես, սիրելիներս։ Որից հետո ինչ եմ անում։ Մի րոպե, կրեմը փակեմ, որ չմոռանամ։ Դրանից հետո որպեսզի լավ այսպես դեմքի գույնը այսպես հավասարացնեմ, մի թեթև այսպես դիմափոշի եմ անում։ Որպեսզի քթի բարեմասնությունները չարտահայտենք, մի քիչ մուգ գույն ենք անում, այսպես։ Իդեպ կա մեկը, որ 50 տարեկանից հետո քթի վիրահատություն է արել, եթե արել եք, գրեք, կիսվեք ձեր փորձով, կամ եթե բժշկուհի եք, կիսվեք ձեր փորձով։ Ինչ բաներ կա, էլի, թերություններ ու առավելություններ կա, ինչն է կարևոր, մեր նաև եմ անդադ պատուհանից դուրս մեր բակում շատ այսպես խառը մեքենաները գնում գալիս են, նայում եմ հո մեր մեքենային չեն կպնում։ Ահա, դրանից հետո մի փոքր, այսպես շատ աննշան ստվերափոշի եմ գցում։ Մեկ ինքան բարդ բառեր ունենք, չէ՞։ Թե ստվերաներկ, այսպեսի գույներ են։ Շատ նուրբ։ Ահագին հարցեր են կուտակվել, որ պետք է պատասխանեմ։ Այս քանի օրը որ տանն եմ, կփորձեմ պատասխանեմ։ Այ հարցրել եք, գրել եք, մեքենավաղուց եմ վարում, վարորդական իրավունք հանելը ոնց է այստեղ։ Մեքենավաղուց չեմ վարում, ընդամենը մի քանի ամիս է, որ վարորդականը հանել եմ, իմ հին ընկերները գիտեն, հին բաժանորդները, որ նոր եմ հանել, որովհետև այդ օրը հենց քննության օրը միացավ, կիսվեցի իմ ուրախությամբ, որ վերջապես վարորդականը հանել եմ, քննությունը տվել եմ։ Հիմա մի հատ հայելու մոտիկից աչքերս, մատի տանեմ ու ասեմ, հետո լսեք ինձ։ Ընդհանուր պրոցեսը, որ սկսեցի վարորդական հանելու, այսինքն թեորիան, որ սկսեցի, դա ուրեմն քան տարեկան է, հիմա 57 եմ, 4 տարի առաջ։ 4 տարի առաջ հանկարծ որոշեցի, միշտ ուզում էի վարորդական իրավունք հանեմ։ Նոր էինք եկել, երևի այդպես համարյա մի տարին չէր լրացել, մի քանի ամիս հետո գնացինք հոլանդերենի դասերի, մի քանի կուրս արեցի, այսինքն ընդհանուր 4 նիվո արեցի, ամեն մի նիվոն 2 ամիս էր տևում, այսինքն մի տարի անելուց հետո արդեն այդ վերջի նիվոյի քննության օրներ հավաքվեցինք այդպես, հենց խմբում լսարանում աղջիկներով զրուցում էինք, մեկ էլ աղջիկներից մեկը աֆրիկացի աղջիկ էր, մոտ էինք ահագին իրար հետ, ուշ եկավ, ասեցի
Վիոլետ էր անունը, ասում եմ, ես ինչի ուշացար, բան ասում է քննության էի, ասում է թեորիայի քննությունն էի տալիս, բանի վարորդականի, դրա համար ասում է ուշացա, ասում է անցել եմ, ասի ոնց, այստեղ էր, ասում է հա, վերևն է, երկրորդ հարկում էր, ասում եմ, այստեղ կա, ես չգիտեի, այդ մինիվոն էի այդտեղ արել, դրա համար չգիտեի ինչ կուրսեր կան հեչ այդտեղ, ասեց հա, այստեղ կա, ասում է 2 ամիս եմ գնացել ու քննությունը տվեցի այսօր, անցել եմ ու եկել եմ այստեղ, ասի բայ ես էլ եմ ուզում անեմ, ասեց հա, կարա սենց հիմա վերև բարձրանաս գրանցվես, մազի ես ասեք, որ ված չի, հա, ժողովուրդ, կարելի է մեկ-մեկ այսպես, որպեսզի այդ տաք, հոսանքը տաք, բաները չօգտագործեմ, այսպես անեմ, կամ էլ պոչ կապելու փոխարեն, այսպես անեմ, մեկ-մեկ այսպես կանեմ։ Վերջը, ինձ դուր եկավ, չգիտեմ։ Այդպես բարսացա, ասի հենց հիմա բարսանում եմ գրանցվեմ, բարսացել եմ վերև, գրանցվեցի, հարցրի, ամեն ինչ գրանցվեցի, ու պետքա ոնց որ մի քանի օրից կամ մի շաբաթ, 2 շաբաթից դասերը սկսվեին թեորիայի։ Ոչ մի բան չգիտեի ես դրա մասին, հոլանդերենի իմացություններ, այսպես մանրամասն եմ պատմում, որովհետև հարցրել էիք ամեն ինչ լեզվի իմացություն բան այդ ժամանակ։ Հոլանդերենի իմացություններ նոր սովորել էի մի քիչ, շատ վատ էի հասկանում։ Ու գնացի բանի, վարորդական թեորիան սովորելու։ Շաբաթական 2 օրեր շատ լավ բացատրում էին հոլանդերենով, այնպես էր բացատրում, որ այդ նստածներս շատ էինք, մի 45 հոգի կլինեինք ու բոլորը տարբեր ազգերի, բոլորը լավ հոլանդերեն չգիտեին, այնպես էր բացատրում, որ այսպես շատ լավ հասկանում էինք, ու ես էլ բնույթով ասենք սիրում եմ սովորեմ, անդադն էի բանանում, թարգմանում էի, ինչը չէի հասկանում, այդպես էի բանանում, սովորում էի, ընթացքում ինքը ոնց որ բաներ էր տալիս, ուզում եմ մի թեթև սա էլ հետ գցեմ ու քննության տիպի էլ այդպես թեստեր էր տալիս, անում էինք, կարճ ասած, հետաքրքրող հարցերն էլ ինչ անհասկանալի էր, հարցնում էինք, ասում էր, շատ լավ դասատու էր, շատ, ու տևեց ընդհանուր մի ամիս հետո պետքա քննություն տայինք, այդ քննությունը այստեղ մեր մոտ, ես չգիտեմ, ես Ֆլանդրիայի մասին եմ էլի ասում, քննությունը մեր մոտ, բանավոր քննությունը գնում տալիս են այդ SBAT-ը կոչվում այդտեղ, բայց քանի որ մենք շատ էինք, որպեսզի այդքանս բոլորս չգնայինք SBAT-ից մի հոգի հավաքել էր իր բաները, այդ նոթբուքերը, եկել էր մեր մոտ, մի քանի հատ, այսինքն բերել էր, վերցրել, քանի որ մենք շատ էինք, ինքը մի քանի հատ նոթբուք վերցրել, եկել էր, կարծեմ 6 հատ էր, 8 հատ էր, այդպես հերթով պետք է մտնենք քննությունը հանձնենք, սկզբում մի քանի հոգի մտան, ես ոնց որ չհասցրի, ես սիրում եմ քննությանը, հենց առաջիններից մեկը մտնեմ, չեմ վախենում էլի քննություններից, այդպիսի բան չունեմ, մտան դուրս եկան, մի 2 հոգի դուրս եկան, ասեցին, վայ, շատ դժվար է, կտրվեցին, չանցան, հիմա այս դրսի սպասողներն էլ դե ջահելներ էին հիմնականում, իմ նման մեծ կային, մի 2-3 հոգի, ընդ որում մեկը կիներ, մեկը տղամարդ, այդպես տարիքով իմ նման 50-ից հետո էլի, այդ ջահելները վախենում էին, ասում վայ, շատ դժվար է, ասում վայ, մի վախեցեք, սպասեք, ես գնամ, այսպես մտա, ես քննությունը ընդամենը հարցերը 50 հարցեր, 50 հատից պետքա ամենակիչը 42 հատը ճիշտ պատասխանեինք, էլի, դե համակարգչով էր արվում, 42 դրականի դեպքում թեորիան քննության անցնում են, այդպես ես առաջին անգամ անցա 45 ճիշտը արեցի, բայց ես ասեմ, որ նախ այդ մի քիչ լոգիկայի բան էլ է, էլի ասենք, ուղղակի պետք է հասկանաս ինչ են ասում, դե քանի որ հոլանդերենը լավ չենք հասկանում, հարցերն էլ ընդհանուր հարցերը շատ են, ու 800 հարց է, դրանից ասենք 50 հարցն է քեզ են գնում, ասենք բաներ կային, որ ես ուղղակի այդ բան դե վայրկյանով է, 15 վայրկյան է տևում մի հարցը, այդ բան ես չէի հասկանում հարցը, դրա համար ասենք այդքան 5 սխալ արեցի, էլի, կան ծանր սխալներ ու թեթև սխալներ, եթե ծանր սխալը համարվում, օրինակ կարմիր լույսի հետ կապված բաները կամ գերազանցել, արագության գերազանցել եւ այլը, եթե օրինակ մի հատ ծանր սխալ ես անում թեորիայի ժամանակ, արդեն 50-ից 5 միավորը դուրս է գալիս։ Ես իհարկե ծանր սխալ չեմ արել, ընդհակառակը բոլորի 5 սխալն էլ եղել է թեթև սխալներ, ուղղակի չեմ հասկացել ինչա, դրա համար եմ այդ սխալներն արել։ Այդպես 45 միավորով անցա ես թեորիայի քննությունը իմ հոլանդերենով։
լավ չէր իմ հոլանդերենը։ Այդպես, բայց ասեմ, որ քննությունը կարելի է նաև անգլերենով տալ, կարելի է գերմաներենով տալ, ֆրանսերենով տալ։ Այդպես, թեորիան այդ ձևով է բան։ Ընդհանուր վարորդական իրավունքը, ուրեմն թեորիան հանձնելուց հետո, եթե նորմալ հանձնում են, կարող են գնալ արդեն քաղաքապետարանում ժամանակավոր վարորդական իրավունք ստանալ։ Այդ թեորիայի ժամանակ մի սերտիֆիկատ են տալիս, դրանով գնում են քաղաքապետարան, իրանք տալիս են ժամանակավոր վարորդական իրավունք, մի քանի օրվա ընթացքում տալիս են։ Ու դրանով դրանք էլ տեսակներ կա, եթե ուզում եք գնաք ավտոդպրոցի հետ սովորեք մեքենա վարել, օրինակ 6 ժամ կամ 20 ժամ, 20 ժամի ժամանակ կարող եք, եթե 20 ժամ իրենց հետ մեքենա վարեք, կարող եք հետո դուք մենակ սկսեք մեքենա վարել, այսինքն 3 տարի ժամանակ եք ունենում, որ այսպես երթևեկության մեջ ձեր մեքենայով ետևը մի հատ L խփած, այսինքն լերլինգ սովորող ու լրացուցիչ հայլի եք ունենում մեքենայի մեջ, բացի այդ մեջտեղի հայլին, մի հատ էլ կողքը հայլի պետք է լինի, որ ոնց որ շատ կարողանաք էլի տեսնել, լավ տեսադաշտ ունենաք։ Այդպես կարող եք մեքենա գնալ մենակ վարել։ Իմ բարակայում այդպես է եղել, ես ինքան բանկա դրա մասին կարող է շատ ամառամասը ստացվում, բայց դե հարցրել էին, դրա համար եմ ասում էլի։ Այդ 20 ժամի դեպքում էլ, այդ 20 ժամը, որ ավտոդպրոցում գնում սովորում եք, ձեզ սովոր ասում են ամեն ինչը, 0-ից սովոր ասում են, ես 0-ից եմ սովորել, ես մեքենա վարել չեմ իմացել։ Ու իմ խնդիրներն էր, որ այդ ինստրուկտորը բացատրում էր, բայց ես ամեն ինչը չէի հասկանում, երբ որ ինքը ինձ օրինակի համար ասում էր, եկանդա ռապը ռմակն ասում կներեք ռապը ինչ է, ասում էր արագ, ավելի արագ, այսինքն ռապը արագի հոմանիշ է, ես արագը գիտեմ, որ սնելն է, բայց ռապը չգիտեի։ Ուզում եմ ասեմ, էդ էլ էր իմ համար դժվար, որ չէի հասկանում ինքը ինչ է ասում։ Ու դրա համար, այսինքն ես որ թեորիան հանձնեցի, մի տարի չգնացի ավտոդպրոց, որովհետև ասում եի գնամ, ինչ ասի չեմ հասկանալու։ Մտածում եմ երանի լիներ հայ կամ ռուս գնա իրանց հետ անեի, որ ինչ ասեին հասկանայի, բայց այդ մի տարին հենց այնպես չանցկացրի, այդ մի տարին ռուսերենով YouTube-ում նայում էի վիդեոներ, ահագին այսպես ոնց որ հիմքը սովորեցի ռուսերենով ոնց է, ինչ կարող է ինձ ասի ինստրուկտորը բան, մի տարի հետո նոր գնացի ավտոդպրոց, որ սովորեմ մեքենա վարել։ Իսկ այդ թեորիայի թուղթը որ տվել էին 3 տարի էր ուժի մեջ 3 տարի է լինում, էլի ուժի մեջ, այսինքն մի տարին արդեն անցավ։ Մի տարի հետո գնացի, այդ մարդը ինձ սովորացրեց, 20 ժամ գնացի, 20 ժամը 10 օր է լինում, էլի մի օրում 2 ժամ կարող ենք վարել։ Մի անգամից հենց հանում իբր համեմատաբար հանգիստ փողոցի վրա մի երկու բան ցույց տվեց, մեքենան տեղից շարժել, կանգնացնել, այդպես հիմնական բաները ցույց տվեց ու գնացինք արդեն տարավ շատ ուժեղ երթևեկության մեջ, ծանրաբեռնված օր ուրբաթ էր, լիքը մեքենա, այսպես ես ուղղակի չգիտեմ, այսպես ստրեսի մեջ էի, հենց այդ բան մտածում էի, թե էս ինչ էր, իզուր էլ որոշեցի անեմ, ինչի արեցի, բան այդքան ստրեսային էի էլի։ Այդպես գնացի 10 օրը 20 ժամը իր հետ վարեցի, մի քիչ սովորեցի, բայց ինձ դժվար էր մեքենան կառավարելը, որովհետև նախ պետք է մեքենան կարողանաս լավ կառավարես, որ կարողանաս արդեն ուշադրություն պահես երթևեկությանը։ Իսկ ես մեխանիկական էի սովորում, ավտոմատ չէ, ես ուզում էի մեխանիկական սովորեմ։ Հետո ինչ որ է, դրանից հետո արդեն ինքը ինձ թուղթ տվեց, քանի որ ես այդպես շատ լավ չէի բանանում, մեքենան վարում, մի քիչ ոնց որ վախվորած էի վարում, ինքը ինձ թուղթ տվեց, որ ես կարող եմ մեքենա վարել, բայց պետքա ուղեկից լինի հետս, բեխլեդեր, ու ես Աշոտի ամուսնուս անունը գրեցի, որ ինքը ինձ ուղեկից լինի, այսինքն իմ կողքը նստի, երբ որ ես մեքենան վարեմ։ Բայց լինում է նաև, որ գնում են 20 ժամ ավտոդպրոցի հետ վարում են, բայց պարտադիր չի էլի, որ ուղեկիցով վարեն, եթե արդեն շատ լավ վարում են, իրանց թուղթ են տալիս, իրանք կարող են էլի այդ L նշանով մեքենա վարել, բայց մենակ, առանց ուղեկցի։ Ես իրոք, ես անկեղծ ասում եմ, որ ես այդպես լավ չէի վարում ու ճիշտ էր, որ ես ուղեկցի հետ պետք է մեքենա վարեի։ Այդպես հետո արդեն այնքան ուշացրի, այդպես ոնց որ
անդադ պատճառ փնտրեի, որ չգնայինք մեքենա վարելու, ինքան ձգեցի, մինչև այն թեորիայի 2 տարին էլ անցավ, այսինքն 3 տարին անցավ թեորիայի ընդհանուր, էլ չէի կարող բանով, բարդական իրավունք ուժի մեջ էր, բայց թեորիան ժամկետը անցել էր։ Գնացի նորից թեորիան հանձնեցի, թեորիան հանձնելը դժվար չէր իմ համար։ Այս անգամ 50-ից 46 ստացա, ավելի լավ հանձնեցի ու քանի որ արդեն մի քիչ մեքենա վարում էի, թեորիան ավելի ոնց որ ավելի հեշտացավ, էլի, որ փողոցում արդեն տեսնում էի ինչա, ոնց է, թեորիայի մեջ հարցը հասկանում էի ավելի լավ։ Այդպես նորից հանձնեցի ու այսպես ձգձգելով կարող է շաբաթը մի անգամ, հետո 2 շաբաթը մի անգամ կամ ամիսը մի 2 անգամ մեքենա վարեի, բայց այդպես պատրաստ չէի քննության, որ Աշոտն ասում էր մեր գնա մի հատ փորձի, ասում էի ախր ես ինձ պատրաստ չեմ զգում։ Հետո տեսա, որ մնում է ընդամենը 4 ամիս, էլ տեղ չունեմ, պետք է անպայման գնամ հանձնեմ, կամ էլ նորից թողնեմ, գա համ վարորդականի ժամկետն անցնի, համ թեորիայի ժամկետն անցնի, ասեցի չէ, այսպես չի կարելի էլ շարունակել, որոշեցի վերջ, պետք է սկսեմ շատ ակտիվ մեքենա վարել, գնամ քննությունը հանձնեմ, քանի որ շատ էր տեղերը զբաղված էին, շատերն են քննություն հանձնում, տեղ չէի գտնում ազատ, որ հանդիպումը արդեն ոնց որ օրը վերցնեմ, որ կարողանամ հասցնեմ այդ ընթացքում գնամ քննությունը հանձնեմ, մի օր իմ բախտից միտեղ ազատ ինչ որ մեկը երևի չեղյալ էր արել իր քննությունը, ես վերցրեցի այդ օրը։ Ու հիմա դե որ քննության օրը արդեն արել եմ, արդեն պետքա պատրաստվեմ, չէ, որ հասցնեմ, եթե չէ վերջ ժամկետը անցնում է, ուրեմն նորից ամեն ինչ զրոյից պետքա սկսեմ։ Սկսեցի ակտիվ մեքենա վարել։ Իմ ակտիվը ասեմ ձեզ, ես 4 օր աշխատում եմ, իմ ակտիվը մնում էր այն 3 օրը։ Այդ 3 օրը, որտեղ որ քննությունը հանձնելու էի, մեր քաղաքում չէի հանձնելու, մեր քաղաքից 10-15 կիլոմետր հեռու մի հատ փոքր քաղաք կա, այնտեղ էի հանձնելու, ովքեր այստեղից են, ասեմ, Ասեում էի հանձնելու, Ասեում ավելի մի քիչ լսել էի, որ ավելի լավն են այդ քննություն վերցնողները, կամ չգիտեմ, տեղը փոքր է, մի քիչ ավելի հեշտ է, քան մեր մոտ, մեր քաղաքը մեծ է։ Ու այդ ընթացքում ասեցի գնամ 2 ժամ բանի Ասեում մի հատ ավտոդպրոց չէր, բայց իրանք վերջը տեսակ մի տեղ, որ սովորը ասում են պատրաստում են քննության, ասեցի գնամ 2 ժամ իրանց հետ մեքենա վարեմ, որ իրանք ինձ խորհուրդներ տան, ասեն ինչը ոնց անեմ, որ քննությունը մի անգամից անցնեմ, շատ դժվար է քննությունը առաջին անգամից անցնելը։ Գնացի, այդ մարդուն էլ ճանաչում էի բանով, YouTube-ով էի տեսել, հետո TikTok-ում էի տեսել, այդպես գրել էի, պայմանավորվել էի, գնացինք, Աշոտը տարավ, հիմա Աշոտը սպասում է, ես պետք է հետը մեքենա վարեմ, իրանց մեքենան, մերը չէ, մերին արդեն սովորել է, իրանց մեքենան ավելի մոդեռն, ավելի բան։ Սկսեցինք, դե անծանոթ փողոցներ են, սկսեցինք մեքենան, արդեն ես եմ նստել, սկսել եմ մեքենան վարել, մեկ էլ ասում է, դե զգաց, որ մի քիչ անվստահ եմ վարում, որտեվ անծանոթ մեքենա է։ Ասում է, բանը, չէ, սպասի, ասում է, բանը, ես այսպես չեմ կարա, ասում է, դու պետքա բան անես, գաս 6 ժամ միասին մեքենա վարենք, հետո նոր քննության գնաս։ Ասում եմ, բայց ասում եմ, ես արդեն այսքան ժամ մեկ քանտարյա մեքենա եմ վարում, չէ։ Ասում է, չէ, ասում է, այսպես չի լինի, կամ 20 ժամ, ասում ես խորհուրդ կտամ, նորից սկսենք 20 ժամ մեքենա վարես, հետո նոր գնաս քննության։ Ասեցի, ես արդեն վճարել էի իրան, ասեմ, նախորդ վճարել էի 145 եվրո։ Ասեցի, գիտեք, ես չեմ ուզում էլ շարունակեմ, հետ գնանք։ Գնացինք հետ, ասեցի, ես իմ գումարը ետ եմ ուզում, ես չեմ ուզում էլ շարունակեմ, ասեցի։ Ինքան ստրես առաջացրեց իմ մեջ, ոնց որ ինձ կոտրեր, իմ այդքան արածը, իմ այդքան բանը, ասենք, նստել ենք անծանոթ մեքենայա, ինձ լրիվ անծանոթ է, ես գոնե մի 10 րոպե պետքա բան անեմ, որ հարմարվեմ այդ մեքենայի չափսերին, այդ մեքենայի ամեն ինչին։ Լրիվ տարբերում էր մերից, էլի ասենք, ճիշտ է, մեխանիկական էր, բայց իրանց ոնց որ ավելի մոդեռն մեքենա էր։ Գնացինք ետ, ասեցի, ես իմ գումարը ետ եմ ուզում, այսինքն սրա նպատակն էր, որ նորից ինձ բան աներ, տանի այդքան վճարեմ, փող աշխատեն, էլի կարճ ասած փող աշխատեն։ Ասեց, բայց գիտեք, որ փողը ետ տանք, էլ չեք կարա մեր հետ գնաք քննության, ասի, հա ոչինչ, ես չեմ ուզում շարունակել։ Փողս ետ տվեցին, 5 եվրո կարծեմ պահեցին, 140-ը ետ փոխանցեցին, փոխանցումով էր ամեն ինչը։ Ու բանա, դե ես արդեն հանդիպման օրը նշանակել եմ, չէ, քննության, պետք է գնամ քննության, չեմ դադարեցնելու։
Տուն եկա, Աշոտին էլ ասեցի, ասում եմ, այսպես, ասեց չկոտրվես, ասեց, դու ինքը իր նպատակն եղել է, որ քեզից էլի փող աշխատի, քո միջոցով փող աշխատի, որովհետև 20 ժամը 1500-1600 եվրո փող է։ Այդպես սկսեցինք ավելի ակտիվ այդ շաբաթը 2 օր, 3 օր, բայց գոնե օրական 2 ժամ մեքենա էի վարում։ Ընդ որում այստեղից մինչև գնում էինք ասե 10-12 կիլոմետրը, մի ժամ այնտեղ ասեի մեջ անծանոթ փողոցներ էին բոլորը, մեքենա էինք վարում ու ետ էինք գալիս։ Այդպես շրթներքը չմոռանամ սա էլ քսեմ, մատիտ եմ քսելու իհարկե։ Շրթներքները բոլորը ներքևում են, իսկ ես վերևում եմ։ Այդպես շատ գլուխները չցավացնեմ, TikTok-ում գովազդ էր։ TikTok-ում տեսա մի մարդ իրանց ավտոդպրոցներ գովազդում, ինքը ոնց որ բան էր, հետել առաջարկում էր, որ հենց այդ քաղաքում որտեղ քննություն եմ տալու, նախապատրաստել քննության 2 ժամ ու 100 եվրոյով։ Շատ հարմար էր։ Աշոտին ասեց պայմանավորվի գնանք։ Պայմանավորվեցի, գնացինք Կիրակի օրով, այդ արաբ էր երևի ազգությամբ, երևի մի 30 տարեկան։ Այդպես նստեց կողքս, Աշոտն էլ նստեց ետևը ու ես մեքենա 2 ժամ վարեցի։ Ուրեմն այնքան հանգիստ, այնքան սիրալիր էս տղան ամեն ինչ բացատրեց, թե քննության ժամանակ ոնց կարա լինի, ինչ կարա լինի, ինչ սիտուացիա կարա լինի, հետը նայում էր իմ մեքենա վարելը եւ այլը, վերջում կանգնեցինք, ինքը ասեց ընդհանուր լավ էիր վարում, ես ապահով էի ինձ զգում քո կողքը, իսկ քննություն վերցնողը պետք է իրան ապահով զգա մեքենա քննության օրը։ Խորհուրդներ տվեց, այսպես, լավ է, ասենք, էս լավ է, պետք է աջ թեքվելուց մի քիչ ավելի մեքենան բանանես, թեքությունը ոնց որ փոքր վերցնես, ցախի ժամանակ ավելի մեծ վերցնես, որ այնտեղից, ասենք, ցախ ես թեքվում, մեքենան գալիս է, ոնց որ չկպնես մեքենային, վերջը խորհուրդներ տվեց, այսպես նախապատրաստեց քննության ու ես գնացի քննության։ Քննության օրը, ասեմ, նախորդ մինչև քննության օրը շատ կարևոր է, թե դու ներքուստ քեզ ոնց ես զգում, էլի, եթե դու մտածում ես, որ գնալու ես անցնես, կանցնես, եթե մտածում ես գնալու ես կարող է չանցնես, վախենում ես, ուրեմն չես անցնի։ Իսկ ես ոնց ասեցի, քննություններից չեմ վախենում, այդպես մտածեցի, դե գնում եմ հիմա փորձեմ։ Կստացվի, չի ստացվի, ոչինչ, նորից ամեն ինչ զրոյից կսկսեմ։ Քանի որ այսքան փող եմ ներդրել սրա մեջ արդեն, մոտ 2000 եվրո ներդրել էի ես արդեն քննության բանի մեջ, այդ վարդական տոմս հանելու, որովհետև մենակ բանը, այդ մեքենա վարելը 1500-1600 եվրո արժի։ Այդպես գնացինք քննության Աշոտի հետ, Աշոտը պետքա կողքս նստեր, որովհետև քննության ժամանակ անպայման պետքա մեկը լինի, ուղեկից ոնց անպայման պետքա մեկը լինի քննության ժամանակ, քննություն վերցնողը նստում է ետևում ու քո հետ պետքա մեկը լինի քո կողքին։ Գնացինք, շատ էսպես խիստ բան մարդ էր, անգամ բարևեցի ժպտացի, չժպտաց շատ խիստ, այսպես թափով մի հատ տղամարդ էր։ Մտածում եմ ես որտեղ որ վարել եմ քննության օրը էլի նույն կարող է նույն փողոցները լինեն, բայց չէ, քննության օրը լրիվ անծանոթ փողոցով ինքը բան արեց, թեքվի ցախ, այստեղից արդեն լրիվ անծանոթ փողոցներ էին, որ ասեմ հուզված է, այդպես արտահայտիչ հուզված չէի, բայց որ անծանոթ փողոցներով էին գնում, շատ տեղեր էլ արագություն բանը չկար դրած, դե ես գիտեմ, եթե բնակավայրի մեջ է, ասենք արագությունը 50 է, բնակավայրից դուրս 70 է, մեր հողում այդպես է էլի, եթե նշան չկա դրած, պետք է այդ կանոններին հետևես, բայց ինչ որտեղ ոնց որ բան է անում էլի, կարող է նաև հուզմունքը իր դերը խաղում էր, ամեն դեպքում ինչ որ է, քննությունը տևեց 30 րոպե, ետ եկանք, ես իհարկե մի երկու սխալ արեցի, բայց այդպես կոպիտ սխալներ չեմ արել, ոնց որ իմ ընկերուհին էր արել, օրինակ կարմիր լույսի տակով անցել էր, կամ ստոպ նշանը դրած է, չէր կանգնել, դրանք կոպիտ սխալներ են։ Ես չեմ արել կոպիտ սխալներ, արել եմ 2 սխալ, 3 սխալ, բայց ես ինքս էլ տեսել եմ իմ սխալները, ասենք, բայց կոպիտ սխալ չեմ արել։ Այդպես եկանք հասանք, մինչև կանգնեցինք, անպայման էլ 2 ձև պարկինգ պետք է անել, էլի։ Կանգնեցինք, այդ մարդն ասեց, այսպես, բան, այս սխալն արեցիր, ասում եմ, հա, ես էլ զգացի, բան, վերջը, ասեց ինչև է, ասեց, լավ էր,
անցել ես, շնորհավորում եմ։ Այդպես անցա քննությունը։ Շատ ուրախացա, շատ ու պատկերացրեք առաջին անգամից անցա, որովհետև այդ ամեն շատ չի էլ պատահում, որ առաջին անգամից անցնեն էլի, իրոք շատ որ երկրորդ անգամից են ասում, մարդկա երկրորդն էլ չի անցնում, մի քանի անգամ փորձում են։ Այնպես որ սիրելի հարցատու, մոռացել եմ ով էր հարց գրողը, որ անունով ասեմ, այդպես եղավ իմ վարորդական տոմս հանելը իմ վատ հոլանդերենով ու այդքան երկար ձգվեց իմ ոչ համարձակության պատճառով։ Եթե ինչ-որ բան մոռացա ասեմ, չգիտեմ, կարող եմ մի բան մոռացա ասեմ, ձեզ հետաքրքրում է, էլի սիրով կպատասխանեմ, գրեք։ Այդքան ավել պակաս ձեր գլուխը ցավացրի, ես վարորդականի համար, բայց հարցեր պետքա պատասխանեի։ Հիմա սիրելիներս ուզում եմ, ասեցի չէ, ջինսից տաբատ էի վերցրել, ուզում եմ դա փորձեմ, ձեզ էլ ցույց կտամ, չգիտեմ, արժե վերցնել, բերել եմ, պետքա տանը փորձեմ։ Մի հատ էլ ոչ ջինսից։ Փորձեմ, տեսնեմ ոնց է, հետո անցնենք առաջ։ Այս ջինսից տաբատը, այս լայն ձևերն են, ուզում եմ ստիպի մի բան, բայց չգիտեմ, ինչ կարծիք եք, արժե պահել թե չէ։ Բերել եմ, բայց կասկածելով։ Թե ոյը ոչինչ կկտրեմ երկարա, թե ավելի գերացույց տալիս, ինչ կարծիք եք, գրեք տեսնեմ, պահեմ թե չէ, թե երեքշաբթի ետ տանեմ, երևում է, կսպասեմ ձեր արձագանքներին, գիտեմ պետքա նիհարեմ, ու պետքա նիհարեմ, ես էլ եմ ուզում նիհարեմ, ահա, սա հիմա այն մյուս տաբատն եմ ցույց տամ, ու այս մեկը, սա արդեն ավելի այսպես ամառային, ավելի տաք եղանակի, այս բեժը սիրում եմ, գույնը սիրում եմ, բայց չգիտեմ, շատ է գեր ցույց տալիս, թե չէ, արժի պահել գրպաններով, այսպես, դե կոշիկներով անով ավելի լավ կլինի կարծում եմ, այստեղ վերևը կոշիկ չունեմ, որ հագնեմ, կոշիկով փորձեմ, գրեք ձեր կարծիքը, արժի պահել թե չէ, կամ որը վերցնեմ, կամ երկուսն էլ վերցնեմ, թե ետ տանեմ, ինչ կարծիք եք, մեր խանութից է վերցրել, որ ասում եմ հետաքրքիր է, չէ, ոնց որ գնացել, այսպես վերցրել եմ, գնել եմ, էժան էին, այս մեկը արժի 12 եվրո, ջինսն էլ արժեր 22 եվրո, կսպասեմ ձեր կարծիքները, ժողովուրդ ջան, գրեք վերցնեմ, թե հետ տանեմ, դե բնականաբար ուրիշ բանով պետք է հագնել, ես ուղղակի չուզեցի էլ հանել փորձեի։ Այդպես ժողովուրդ ջան, հիմա վերջապես վերևից իջնեմ ներքև, գնամ տեսնեմ ինչ եմ անում։